Բարի երեկո, հարգելի հետևողներ ջան, հələ տեսեք ով է եկել մեր տուն, թորնիկներս են եկել մեր տուն, Միլենաս, Արամիկս, եկել են մի քանի օր մնան տատիկի տուն, իր մամայի հետ, հա Արամիկ ջան, քանի օր ես մնալու տղես? 6 օր չէ, 6 օր շատ է, չէ, մերն իմ ջանի տատին, էդ ինչ է նկարում իմ տղեն, ինչ ես նկարում, հա բալես, նավ հա Արամիկ ջան, տորթ է, հա, են էլ մոմեր, նա, տենամ իմ Միլենաս ինչ է նկարում, հա Միլենայի տորթիկը սիրուն է, տորթի նման է, Արամիկինը ոնց որ տանգ լնի, նավ լնի, հա Արամ ջան, ոնց ինչ սիրուն տղ է, հա, ինչ է ուտում իմ տղեն, հələ տատին տեն, ինչ է, Համով չիպս եկին, Չշուն է հայաթը, էլ ինձ չվախենա, էլ է, չնի շուն ընգավ հետևիցդ, հայ, կորոնամ ես, հայաթն է մտ է, հա էլ ինջան, վախեցա, շունիկից, չպաչուցները բա Արամիկ ջան, ով վերցրի, չէ դու, կանան շունի ժողովուրդ ջան, աղջիկս մի հատ համով տոլմա է պատրաստում, երեխես գերի անգեն, որ եկել է մերթին գերի անգեն, դες խոհանոցից ինքը չհելի, հետա տար, ժողովուրդ ջան, միսը աղում եմ, լսնում եմ այսպես, կապրոնը ամանների մեջ դնում եմ սերցարանը, առավոտյան հանել եմ թավարի միսը, մի քիչ էլ ունեմ, մի կես կիլո էլ կա, դա էլ է փափուկ հանենք, խառնենք իրար, տոլման պատրաստենք, հիմա կանաչիներ մաքրեմ, հեշտացնեմ աղջիկաս գործը, այս վարդի լավ, կանաչիների գները իջել է, հավին հարմար գներ էր, հա, որտև միշտ, մենք շատ ենք օգտագործում, մենք շատ ենք օգտագործում, կանանչին ջրի մեջ է հանեմ, հետո էսի լվանա, վարդվի ջան, մի հատ հանի ջուրը ցեխի մեջ է, ցեխոտ է, բայց ոչի մասերը, երկու անգամ լվացել եմ, բայց էլի դուրս չի գալի, երրորդ ջուրն է, հանի մի հատ էլ լվա, հեսա սրանք է, երեխեք ջան, նկարիք վերջացրեցիք, դե հավաքեք, սեղան ազատեք, Արամիկ ջան, մի հատ վարդույթը երկու հատ մաքրեմ, կաղամբի ջուրն էլ դրեցինք ազոջախին, հիմա անցնենք մեր գործին,
Լավ մանրացրեցի վաղթույթը։ Ես ինչքան եմ ուզում եմ կտրեմ, որ շոր եմ կտրում։ Համով անում, լեչուն էլ համով։ Իմ աղջիկը իմ գործը վշտացրեց ժողովուրդ ջան։ Իմ նման էլ ահա է անում, ինչ անում եմ։ Հա, ինչ անում եմ, ահա եմ անում։ Սեպիբար։ Տոր։ Աղ, ծովի։ Խառնա, հա։ Խառը համեմուկ է։ Փոքրիկ չաման։ Լավ էփի մի հատ կտրորեմ։ Սիրուն։ Հիմա կավելացնենք եռացրած ջուր, նախապես թեյնիկը եռացրել ենք։ Հիմա կթողնենք կեպվի, հետո նոր կլցնենք արդեն միջուկի մեջ։ Հարգելի հետևորդներ ջան, երկրորդ չկարողացա հոլովակ նկարեմ, դեռ մեկնաբանություն էլ կա, որ չեմ պատասխանել։ Այսօր նոր ինձի լավ եմ զգում արդեն, դե ասի գլխապտույտներ կար, գլխացավեր, հիմնականը երևի հենց Herbalife-ի հետ էր կապված, Herbalife-ն էլ նոր այսօրվանից նորից սկսել եմ շարունակել, որովհետև որտեղ էի խմում ճնշման չէի ուզում, որ հետն էլ Herbalife օգտագործել, երկրորդ դադար եմ տվել, հիմա այսօրվանից շարունակում եմ նույնությամբ։ Ու տեսնենք արդյունքը, տեսնենք լավ կլինի, թե վատ կլինի։ Ամեն դեպքում մի հատ այսպես օրգանիզմս խառնեց իրար, չէի հասկանում, որ դա Herbalife-ից է, բայց հիմա համոզված եմ ու վստահացնում եմ, որ էսի բոլորը Herbalife-ից է, որ ես խմեցի մի քանի օր ու հետո այսպես կտրուկ ճնշման տատանումներ առաջացավ, գլխացավեր առաջացավ, բայց հիմա լավ եմ արդեն։ Հարգելի հետևորդներ ջան, ու նորից կսկսենք մեր հոլովակները։ Դե այսօր պատրաստում է իմ աղջիկը, իր սիրուն թաթիկներով տոլմա է պատրաստում մեզ համար։ Հենց լավ թեթև կաղանդ է, հենց իսկական տոլմայի է, հալ ժողովուրդ ջան, նայեք։ Հա, ինքան պապուկա, որ կարանք սենց էլ պատատենք, ժողովուրդ ջան։ Դե սենց պիտի լինի իսկական կաղամբով տոլմային։ Մեկ-մեկ պատահում է պաթաթում ես, ենքան կոպիտ է, որ սկի ուտել չի գալի, հա, հենց հոկտեմբերյանինն է, հոկտեմբերյանի կաղամբն է, որ համով է։ Հերիք չի իմանում, Հա, հերիք է։ Հերիք է։ Ջուր աղ լցրեցիր ջրի մեջ։ Դե լավ պապուկ է։ Հա, աղն էլ ես էստեղ լցնում, ուրեմն ժողովուրդ ջան, համեմունքները ինչ որ կար, աղը բոլորը լցնում այս սոուսի մեջ, հետո նոր լցնում է միջուկի մեջ։ Էլ միջուկին առանձին աղ չի լցնում, ոչ էլ համեմունք։
Էժան կթողենք ինքն իրանով։ Դա հանգստանը, հա։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, աղջիկս որ տոլմա է պատրաստում, փաթաթ, ասենք ֆարշը որ բռնում է, պետքա թողի մի 30 րոպե հանգստանա։ Հետո նոր 30 րոպե հետո փաթաթում է։ Ես զգացել եմ ինքը միշտ այդպես է փաթաթում։ Ես մեզ կարակ է լցրա։ Ինքը տորել կարակ դիր։ Ոչ։ Հեսա կդնենք ջուրը Միլենա ջան, հələ բեր տենամ ինչ ես ուզում ուտես։ Դոշները։ Սրանցից ես ուզում, հեսա բալես։ Դու կարաս միացնես։ Չես կարա, չէ գազը։ Միասներ։ Ջուր դնել։ Ես կմիասներ։ Ստեղ երացած ջուր կա։ Բայց հիմա սառել է Միլենա ջան։ Բացեմ նոր, հա։ Հա, բացի։ Էսի մի անգամ փաթաթել եմ, նորից դրել եմ սառնարանը։ Ոնց եմ սիրում ես այս քո դրած թուփը։ Հա, շատ Համը լավն է։ վառնում։ Հետո Տոլմեն համը, վրա համը տոլմեն որեփում ես, այդ թթու դրածի համը գալիս է թփինը։ Շատ համով է։ Տեսեք, նենց է լավ է մնացել ժողովուրդ ջան, հələ տեսեք, ոչ մի բան Էսի չի ելել։ ամառվանից խալած է։ Հա, չէ, ամառվանից չէ, այս վերջում փաթաթեցի։ Այս վերջում տոլմա փաթաթեցի, բացեցի։ Բայց նկողում եմ պահում, տեսեք։ Ինքան լավն է։ Հենց վերցես ուտես ժողովուրդ ջան, հոտը, հոտ ինքան անուշ է, էլ ասելու չի։ Բացի հենց մի հատ միշտ սառը ջրով եմ լվանում եմ, ուզում ես մի հատ, հա անպայման հոսող ջրի տակ լավ լվա, որովհետև ինքը աղ դրած է։ Հենց այդպես լվա ու փաթաթ, ինչ է իմ տղեն, ինչ ես ուզում, դաշիրակ, ջան, հեսա քսարքեք։ Էսի կորան լինի։ Հա, էդի քեզի։ Էսի լինի։ Կա մեջը։ Բունիկ է։ Չէ, էլի սոուս կա։ Չէ, էդի պատնա։ Այսօր սուպիկ եմ ուտում։ Պատրաստում եք դաշիրակ, դու չես ուտում Միլեն ջան։ Իրիկա, ժամը 12-ին։ Այդքան ուշ արևս խի։ Որ համ նայեք, Ես գիշեր։ հա, կինո նայեք, Մամա, համել էսի բացում եմ։ ուտեք։ Սրա մեջ։ Հա, լցի։ Կարաս բացես դու։ Բերես էսի։ Արամիկ ջան, Բացեցի։ չթափեք, չթափեք, լտենա։ Քերի։ Քերեմ։ Ինչա քերի։ Արամիկ ջան, էդի պիտի հիմա դու ուտես, բալես, էլ տուն ուտելու բան չկա։ Միլից։ Էդ էլ լցնի, որ ջուրը լցնի։ Բացա, լցրա բալես։ Ես Բորիսից ու տոլմա եմ փաթաթում, չգիտեմ, ոնց է փաթաթում։ Մեծ։ Արամիկ ջան։ Ու վատնենա, որ չի նստում, ասում եմ դե նստի, նստած փաթաթի, ասում է ես չեմ կարում։ Չի սիրում նստած գործանի, ժողովուրդ ջան։ Ինչ անի կանգնած անում, աղցանը պատրաստում է, տոլմա, ինչ որ կա։ Ասում եմ գոնե նստի, նստած փաթաթի։ Ասում է չէ, ես պիտի կանգնեմ։
Որ քուրիկ տոլմեն հմա։ Հմ? Որ քուրիկ տոլմեն։ Հորքուրիս, հա, իմ հորքուրիս։ Հիմա հորաքույրս չկա։ Այս ողորմի իրան, հա, լավ ձեռագալիք ուներ իմ հորաքույրը, լավ, ժողովուրդ ջան, տեսակ։ Երբ մտնեինք իրա տուն, խոհանոցից էր հելնում միշտ ու պատրաստ, խմորեղեն, տոլմեն։ Տեղին կիներ իմ հորաքույրը։ Գորիսում էր ապրում, Գորիսում կճանաչեն հորաքրոջը Սոսիկին, յուրահատուկ կիներ։ Այդ տարիքի կիներ, ինչքան գնայինք իրանց տուն, իր ասած ճղոպուրը, դե գորիսեցիները ընկույզին ճղոպուր էին ասում։ Ճղոպուր բերեմ, էս բերեմ, ու սեղանին, սուրճի սեղանին դրած էր։ Ճղոպուրն էլ կար, իրա պատրաստած գաթան էլ կար, կանֆետն էլ կար։ Միշտ պատրաստ էր, ով մտներ իրա տուն, միշտ գոհ էր դուրս գալու։ Միշտ ինքը պատրաստ այլ է, որ հյուր ընդունի։ Էնպես չէ, որ մարդ հայք է, ինքը վազելա խանութ։ Հյուրին հյուրասիրելու համար, չէ, ինքը միշտ պատրաստ այլ, ու միշտ եմ հիշում հորաքրոջս, միշտ։ Այդպիսի յուրահատուկ հորաքույր եմ ունեցել։ Այս տոլման էլ փաթաթեցինք, իմ աղջիկը ինձի հիշողություն արթնացրեց իմ մեջ, հիշեցի իմ հորաքրոջս, Արթուի ջան, հորքուրիս տոլմեն ես փաթաթում։ Սիրուն եմ սենց։ Այ հորքուր ջան, ողորմի, ասեմ ողորմի, ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Աստված թող բոլորիս երեխաներին էլ առողջություն տա, իմ լավ հետևորդներ ջան, բոլորիս եւ բոլորիս երեխաներին, թող առողջ լինեն ձեր երեխաները, դուք էլ ուրախանաք ձեր երեխաներով, ձեր թոռներով, ոնց որ մենք ենք ուրախանում։ Չէ Արամիկ ջան։ Տոտի սիրուն տղին, հələ մի հատ նայեք էլ իմ տղուն, տեսեք ինչքան սիրուն է ինքը, հələ նայ։ Հələ տեսեք ինչքան սիրուն աչքեր ունի, ժողովուրդ ջան։ Հա, Արամիկ ջան, մի հատ լավ, չգիտեմ, քույրիկա, ծոծայա Մարինեն, իմ լավ հետևորդներից է, Մարինե ջան, երևի հիմա դու լսում ես, միշտ ասում ես Արամիկին բարևներ, Արամիկը սիրուն տղա է, ահա, դե նայեք տեսեք իմ Արամիկս, էլի կան մարդիկ գրել են, բայց չեմ հիշում, բայց որ նապաստակի նման է սուտում, էդի լավ չի իմ տղեն։ Սիրուն կերն է։ Շատ սիրուն տղա է իմ տղեն, ու շատ խելոք է ժողովուրդ ջան ասեն, հա Վարդուի խելոք, հա, լսող երեխա է, շատ լսող երեխա է, Խելացի երեխա է։ խելացի է իմ տղեն, Չէ՞ իմ աղբերը։ դեն ասում է քաշե, Մամային։ Պապային։ պապայի, արևս, պապային էլ, մամային էլ, առաջ պապային, հետո մամային, հա արևս, հա, պապան էլ ալավ, մաման էլ ալավ, տատի համովը, իմ տղեն սպասում է, որ էսի ուտի ժողովուրդ ջան, Միլենան ասում է, տատի ջան, մի նկարի, համ ուտում են, համ էլ ասում է, տատի ջան, մի նկարի, կասեն, էս ինչա, որ երեխաները ուտում են, դու պատկերացնում եք ժողովուրդ, երեխեն էլ գիտի, էսի լավ չի, բայց ուտում, ասում է, տատի մի նկարի, հեսա կասեն, էս ինչա, որ երեխաները ուտում են, բայց ուտում են։ Դե Արամիկ, դու արդեն կկշտանաս, հա տղես, այդ մարոլները լրիվ կերավ, այդ կապը կերավ իմ տղեն։ Սալատ պիտի սարքենք, է։ Ոչինչ, հեսա մի հատ էլ, Միակ պիտի թողեմ, միակ։ մի հատիկ պետք է թողի, դու էլ մի հատ կկտրես, չէ տղես։ Տորմա չէ փաթաթում։ Անցնենք մամային։ Լավ է, չէ ժողովուրդ ջան, ես էսենց հանգիստ նստել եմ, Էլենիս գործը վերցրել եմ իմ վրեն։ Էլենս մի քիչ հոգնած է։ Մարդը մի հատ ուտի, կպշտան։ Ասել են Վարդուի ջան, քանի օր որ պիտի մնաս մեր տուն, համով բաներ ես պատրաստում, ես էլ նկարեմ։
Հենա սրբիչ Արամիկ ջան։ Այնտեղ սրբիչ կա, նայ բալիս չի անձեռոցիկով տատիկներից սրբի բալիս։ Իսկականից էլ տեսեք, վայ չուտողին, վայ չուտողին։ Հետո քալանն էլ լավ։ Ես արդեն Կարում է սիրուն մեծ փաթաթես, բայց լինում է որ չի ստացվում։ Ես արդեն ամանորի շունչ եմ զգում, ժողովուրդ, ամանորի շունչ։ Տղես էլ գնացել է գնումներ արեբերը, գիտի որ քույրիկը պիտի գա գնումներ արեբերը, հիմա մենա սեղանին դրածա, դեռ չենք էլ հասցրել կտրենք։ Ես էլ ապերիկն արեբերը, որ քույրիկը պատրաստի, հա, արդի, քո սիրած շունկն ա բերը։ Դե ես արդեն դու կուտես։ Ինչ ա բերեմ տղեն, պամիդոր ա բերը, բանան ա բերը, տանձ ա բերը։ Էլենի սիրածն ա, սիրած միրգն ա պամելա ժողովուրդ ջան, շատ ա սիրում, շատ։ Անանաս ա բերը, ու ասեմ հարգելիներս, էսի բերելա, որ երեխեքս այս քանի օր էստեղ են օգտվեն այս մրգերից, այնպես չի որ 28 տարվա համար ա։ Էս ինչ ա Վարդուի բերելա Հարութը, էսի ոնց որ գերկու ա, հա։ Այստեղ են չա, հա, այստեղ է։ Մանդալինա, փոքր ժամանակ ժողովուրդ ջան, ասում էի մանդալին, չի ասում մանդարին, հիմա մեկ էլ եմ ասում մանդալին, Էլենս ասում է մամա, մանդարին։ Կաղամբը վերջացրեցինք, հիմա էլ թուփն ա փաթաթում եմ աղջիկը, թուփն էլ ենք հետը դնում, ժողովուրդ ջան, էլ առանձին չենք անում, թուփն էլ ենք, հենց այս կաթսայով անգամից երկուսը միտեղ կեպենք։ Կարում ես, հա։ Նկարում եմ այ աղջիկ։ Վերջը նկարիր է։ Վերջը նկարեցի, հա։ Նել եռած, անջատեմ Արամիկիս դաշերակի վրա լցնեմ։ Ինչքան լցնեմ Արամիկ։ Ոյ, կաղա շատ լցրեցի։ Ոչինչ։ Հա։ Վերջացրեցինք։ Խառնի տենանք եփածա, բանա Արամի ջան, փափկելա արևս։ Հələ խառնի, ըհը։ Ապրես Վարդուի ջան։ Էլ օրնել Էլենն այք ասում, քուրիկ նենց հավես եմ անում որ գալիս եմ, գիտեմ, մի լավ բան պետք ունենաս։ Հա, Էլենս ուրախանում ա։ Հարգելիներս, աշխարհով մեկ են ելնում երեխեքս, որ իրանց քույրիկը գալիս ա։ Չնայած գյուղի մեջ ա, բայց կապ չունի, աշխարհով մեկ են ելնում, ուրախանում են քուր ու աղբեր, որ իրանց քույրիկը գալիս ա։ Այսպես ասեմ, մեր տունը տոն ա, որ մեր աղջիկը գալիս ա, այսօր առավոտյան ամուսնուս եմ ասեմ, ուրախություն ա ծնողների համար, որ իրանց երեխեքը գալիս են իրանց տուն, ուրախություն ա։ Ապրես, դե ջուրն էլ Վարդուի ջան, թեյնիկը եռացրած ա։ Հա, ինչ արևս, հələ տատին տենա։ Հա, թո սարի, հələ մի հատ խառնի տենա։ Արեմ ջան։ Իսի գույնը, նա թե ոնց որ յուղոտ լինի, թե իրա գույնը, հա, խառնի, տակ չլինի։ Կարաս տենց ուտես, թե լցնենք ամանի մեջ։ Կամ դու։ Հա, դե կարաս կեր, արևս։ Վարդուի ջան, հենա, թեյնիկն էլ եռացրած ա դիր։ Սիրում եմ տորմի ջուրը քիչ լինի, որ Դե ինքը արդեն ջրոտ էր Վարդուի ջան, հա, դե դու գիտես արդեն, լավ։ Շատ ջուր չենք լցնում։ Լավ։ Դեն էստե։ Հիմա էլ անցանք աղցանին, ուզում ա աղցան էլ պատրաստի։
հավեսի մամրես կտնում արդույի ջան։ Արամի ջան, տեսար, այդ մարոլները լրիվ կերար արևս։ Բրծավ։ Բրծավ, վեճացավ։ Ոչինչ։ Այդի կեր, էդի լավն է, իմ նման է, ես էլ եմ սիրում ուտեմ։ Տատի սկուրիկն է, սկուրիկը։ Տատի սկուրիկն է։ Սկյուրիկ։ Սկուրիկ եմ ասում ես։ Սկյուրիկ։ Ես թլոշ եմ, չես իմանում, բալես։ Տատին թլոշ է, սկուրիկ։ Տատի սկուրիկը, տատի կյանքը, տատի համովը։ Արամի սիրում ես տատի։ Ճիշտն ասա, բասում ես չեմ սիրում, պապիս եմ սիրում։ Եկուսին ես սիրում ես, արևս։ Օպրես, տատին էլ է սիրում։ Մի փոքրն էլ դու։ Հա? Ուտես կստացի։ Թթու չի։ Համուգա։ Մի փոքր ծույզի։ Չես ուտում, սմետես քան ուտում։ Համոբա։ Սրանով մուրաբայել են պատրաստում, մարինատել են անում, տեսել եմ։ Կփորձենք մի անգամ։ Ումով են կպել։ Տարօրինակ հանում շատ։ Լավն է։ Իմով ենք կպել։ Սալատ էլ կարա սարքես, հետաքրքիր։ Ահա։ Համոնի, չէ։ Ահա։ Լիմոնի։ Ավելի շատ լիմոնի հա։ Համոզվացի։ Տղետ դրեց ու չկերա։ Այլա քո համար։ Չէ, ես պետք է իրիկին Արդյոք ջան, հետո այս պամիդորները կլվանանք, լվացած կտեղավորենք սառնարանը, վարունգ էլ կա։ Այդպես չեմ դնի։ Աղցանի մեջ լցնում է ձիթապտղի ձեթ հարգել հետևորդներ ջան։ Այս սովորական ձեթ չի լցնում, այս աղցանի մեջ սա ենք օգտագործում։ Կարող է։
ջուրը։ Միրգն էլ երեխեքի համար, երեխեքը հաց չեն ուզում, իրանք արդեն դաշիրակով կշտացան, հիմա էլ միրգ են ուզում։ Հարգելիներս, տոլման արդեն պատրաստ է, ես չնկարեցի, բայց իմ աղջիկը տոմատ ավելացրեց ամենավերջում և մի փոքր էլ կարագադրել վրեն։ Այդպես կնայեք։ Ապրես Վարդուհի ջան, ապրես իմ աղջիկ։ Դե ուզում եմ այսքանով էլ ավարտեմ, իմ լավ հետևորդներին ասեմ բարի խաղաղ գիշեր, հարգելիներս։ Տանեմ երեխեքին։ Բայց երեխեքին